Պարոն Ծառուկյան, բարև ձեզ, այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ձեր հասցեին, վստահ եմ դուք ծանոթ եք այդ հայտարարություններին, ինչպես կմեկնաբանեք։ Իհարկե ծանոթ եմ, ես ասել եմ մեկ անգամ ուզում կրկնեմ, որ Ծառուկյանը չի իշն այդ մակարդակին, ես իմ կլասը չեմ գցել, ամենակարևոր հարցը սա է, այսօր հիմնական հարցը, որ երկրի ղեկավարը ասելու բան չունի ժողովրդին, 8 տարի սուտ ասը, խապելա բոլորիս, ինչ որ ասել է հակառակ ա եղել ու տարբեր ստախոսություններ ասելով, այսօր 8 տարվա մեջ պատերազմ հրահրելով, պատերազմ սկսել է, պարտություն կրել ենք, պարտվել ենք, հողերը կորցրել ենք, զոհերը տվել են, վիրավորները կան, հեղինկա զրկվել ենք, այսօր ասենք թե մեր գերիները բանում են, հակվում են, ու այսօր այդքան ասելով խաղաղություն ենք բերել, դա փոխարեն մի հատ էլ տնտեսական պատերազմ Ռուսաստանի նատակից չեն կարող սուտ ասելով, եթե երկրի ղեկավարը այսօր 8 տարի ղեկավարում է, ժողովրդին պետք է ծրագիրն ասի, այսօր հիմնական ինքը ասենք թե նյարդային վիճակում է, որտեղ Ծառուկյանը տեղին ասում է, խնդիրը, հարցը, դրա լուծումը ոնց պետք է լինի ժողովուրդը, որ այդ խնդիրն ու խնդրեմ ունի տարբեր ոլորտներում, դե թող ինքն էլ ասի, ես ասում եմ այսօր սաղ վարկի տակ են, որ պետք է քայլ կատարվի հենց առաջերտին ներում շնորհի մարդիկ այդ ճայթից դուրս գան, առողջապահությունը եւ կրթությունը անվճար լինի, ասում եմ, որ դա անհրաժեշտ է այսօր մեր երկրին, իսկ ինքը բռնեմ, փագեմ, խլեմ ժողովրդին, այս ժողովուրդը արդեն հոգնել է, գնացեք շտպեք, ժողովուրդը փոփոխություն է զում, հիմա հնարավորություն է տրվում ժողովրդին, ամսի 7-ին ընտրություն կատարելու, ինչ երկիր է ուզում, որ իր վաղվա ապագան լինի, կամ իր երեխայի ապագան, կամ բռնող, դաշնաման կատելություն սևնավորելով, կամ զարգացող, կառուցող, բարիություն, հաշտություն, համերաշխություն վերող մարդին։ Ժողովրդի ցավը տանեմ, ժողովրդի առաջադած, իրենք են ընտրելու այն, ինչ որ ցանկանում են վաղը տեսնեն, այսքան բան կարող եմ ասել։